2024-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 842 միլիոն դոլարի։ Բացարձակ թիվը բավական մեծ է թվում, սակայն կարևոր է թե ինչի հետ է համեմատվում։ Ոչ թե նայել պարտքի ծավալը միլիարդ դոլարով ինչքան է հասել, այլ պարտքենա հարաբերակցությունը ինչքան է, որովհետև պարտքենան ցույց է տալիս տնտեսության համեմատ պարտքի ծավալը եւ դա բնորոշում է պարտքային բեռը, այսպես ասած։ Մեր գնահատները ցույց են տալիս, որ 50-ի շուրջ պարտք ունենալը դա կառավարելի մակարդակ է եւ ապահովում է արտաքին շոկերի նկատմամբ երկրի քիչ խոցելի լինելը։ Կառավարության պարտքը 12 միլիարդ 338 միլիոն դոլար է, մնացած 504 միլիոնը կենտրոնական բանկի պարտքն է։ Ընդ որում, եթե 2023-ի ավարտին կառավարության պարտքի 52.7%-ն արտաքին էր, իսկ 47.3%-ը ներքին, 24-ի ավարտին արդեն 51.8%-ը ներքին է, 48.2%-ը արտաքին։ Ընդհանուր առմամբ կառավարության պարտքի 50.8%-ը դրամով է, 28.2%-ը դոլարով, 11%-ը եվրոյով, մնացածն այլ արժույթներով։ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Համաձայնագրի նպատակներն ու բաղադրիչները Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է առողջապահության փոխնախարարը։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ բժշկական օգնության որակի բարելավում, ծախսերի արդյունավետության բարձրացում և ֆինանսական խոչընդոտների նվազեցում։ Վերջինը վերաբերում է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների իրականացմանը։ Ըստ Համաշխարհային բանկի պահանջի կգործի անկախ ստուգող մարմին, որի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն պետք է վերիֆիկացնի նախարարության կատարած աշխատանքների ցուցանիշները, ներկայացնի Համաշխարհային բանկին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կտրամադրվի լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն ծրագրի հիմքում կարիքն է, այն պետք է լինի հասցեական, դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանքը։ Աջակցությունից կօգտվեն ընտանիքները, որոնք պետական հոգացության ներքո չեն բնակվում պետական համայնքային տարածքներում, սոցիալական պաշտպանության հաստատություններում, ովքեր պետական աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում, բնակվարձի խնդիր չունեն, չեն կարող ծրագրի շահառու լինել։ Շահառուները ընտանիքներն են, ոչ թե անձը, եթե ընտանիքը իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ընտանիքը կդիտարկվի շահառու ընտանիք։ Ներդրել ենք անապահովության գնահատման համակարգ, որտեղ սահմանվում են անապահովության շեմեր, իսկ այդ շեմերը պայմանավորված են բարենային զամբյուղի արժեքով։ Ամենամսյա դրամական աջակցությունը կտրամադրվի ապրիլից դեկտեմբեր ներառյալ աջակցության չափը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով։ Յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։ Հավելյալ օժանդակությունից կօգտվեն ընտանիքները, որոնց անդամները միևնույն բնակելի տան նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության մեքենա կամ որոնց մեքենաների գույքահարկը 15,000 դրամից քիչ է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտավոր կանխատեսմամբ շահառու կարող է լինել առնվազն 3,000 ընտանիք։ Դիմումները կընդունվեն ապրիլի 22-ից։ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի, գործընթացն ինքնաշխատ եղանակով կիրականացվի։ Ներդրվում է նոր ընթացակարգ։ Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անցնել մի շարք ընթացակարգերով, ինքնուրույն հավաքելով պահանջվող փաստաթղթերը։ Անաշխատունակության թերթիկներ չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ օտարերկրապետության լիազոր մարմնին ներկայացնելու համար։ Նպաստի նշանակման գործընթացը կսկսվի էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկության հիման վրա։ Պետական նպաստը նշանակվում և վճարվում է գործատուի կատարած հաշվարկներով, որը բավական ռիսկային է, ընդգծում է ոլորտի ներկայացուցիչը։ Գործող օրենսդրությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկվում են աշխատանքային օրերի, իսկ մայրության նպաստը օրացույցային օրերի հաշվառմամբ։ Նոր փոփոխություններով բոլոր նպաստները կհաշվարկվեն օրացույցային օրերով առաջին 7 օրացույցային օրվա համար գործատուի միջոցներից, իսկ մնացած ժամանակահատվածը պետական բյուջեի միջոցներից։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $63.55։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $60.23։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.6%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3194։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 3.2%-ով եւ կազմել մեկ հատի համար $82140։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 11-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 7 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 443 դրամ 20 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 65 լումա։